Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հայաստանը եւ Չինաստանը այս պահին հարաբերությունների էական զարգացման փուլում են թե քաղաքական երկխոսության, թե տնտեսական փոխգործակցության առումով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Չինաստանում նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային զարգացումների շուրջ, անդրադարձել Հայաստանի կառավարության մշակած խաղաղության խաչմերուկ ծրագրի նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը։ Տաթևի վանական համալիրը եւ Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրության կենտրոնում են, նախատեսվում է դրանք ճանաչել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն, միջազգային վերահսկողություն ու աջակցություն ապահովելու համար։ Ռեդ դպրոց գիտակրթական կենտրոնը միջազգային փորձագետների հետ քննարկում է նախագիծը։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի քննարկման է ներկայացվում ոչ միայն նշանավոր ճարտարապետական հուշարձան, այլև ամբողջական մշակութաբանական լանդշաֆտ։ Սա ոչ միայն ժառանգության պահպանմանն ուղղված եզակի ներդրում է, այլև Հայաստանի գոյաբանական անվտանգության ապահովման գործողություն, որը հաստատում է պատմական իրավահաջորդության եւ ինքնության մեր իրավունքը։ Տաթևը ինքը տեղում է մնացել, բայց 4-5 գյուղեր ունենք, որոնք արդեն որ ասում քանդվելու վիճակի մեջ են ու շատ ցանկալի կլինի նման ծրագրով մենք առաջ տանենք, որպեսզի փրկենք մեր պապերի թողածը եւ փոխանցենք մեր ժառանգներին։ 301 իմաստության երկիր եւ Ամարյան հիմնադրամների աջակցությամբ 23-24 թվականներին իրականացվել են գիտական արշավներ։ Առաջադրվող տարածքի ընդհանուր մակերեսը 7490 հեկտար է, բուֆերային գոտին 20180։ Համալիրի մեջ ներառված են Տաթևի իվանական միաբանությունները, Որոտանի կիրճը, եկեղեցիներ, մատուրներ, ինչպես նաեւ պատմական ենթակառուցվածքներ։ Ծրագիրը միայն մշակութային ժառանգության մասին չէ, այլև մարդկանց, հայերի ու Հայաստանի անվտանգության։ Նման մեծածավալ տարածքի կառավարումը, որը ներառում է տարբեր գործառութային, սեփականության եւ պատմական նշանակության օբյեկտներ, լուրջ մարտահրավեր է։ Քննարկում ենք բոլոր մարտահրավերները, ինչպես նաեւ ժառանգության օբյեկտի կառավարման եւ կայուն զարգացման համալիր մոտեցման հնարավորությունները։ Գիտական հանրության միջազգային մասնագետների, պետական կառույցների եւ քաղաքացիական հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումների առանցքային հիմնահարցը հայկական ժառանգության պահպանությունն էր։ Լեհաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ որոշվել է փակել Կրակովում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը։ Նա հյուպատոսության փակումը կապել է Լեհաստանի իշխանությունների ունեցած տվյալների հետ, որ ռուսական հետախուզական ծառայությունները ներգրաված են եղել Վարշավայի առևտրի կենտրոնում 2024-ի մայիսի 12-ին բռնկված հրդեհի հետ։ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան էլ մեղադրել է Լեհաստանին երկկողմ հարաբերությունների միտումնավոր խզումը շարունակելու համար։ Շվեյցարիայում միջին աշխատավարձը 8104 եվրո է։ Այս ցուցանիշով Շվեյցարիան առաջատար է Եվրոպայում։ 2023-ի Եվրամիությունում լրիվ դրույքով աշխատողի միջին ամսական աշխատավարձը ըստ ճշգրտված հաշվարկի տատանվել է Բուլղարիայում 1125 եվրոից մինչև Լյուքսեմբուրգում 6755 եվրո։ Եվրամիության միջին ցուցանիշը կազմել է 3155 եվրո։ Եվրամիության խոշորագույն տնտեսությունների շարքում ամենաբարձր միջին աշխատավարձը Գերմանիայում է 4250 եվրո, որին հաջորդում է Ֆրանսիան 3555 եվրո։ Շվեյցարիայում միջին աշխատավարձը 8104 եվրո է, ինչը դարձնում է այն Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող երկիրը։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում եւ պահում եւ գործածում թմրամիջոց։ Քրեական ոստիկանները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել, տեղափոխել են վարչություն։ Անձնական խոզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված ու գաղտնի փականով ծալովի դանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ինչպես Մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում շարունակում են կարևոր խնդիր մնալ փոսերը։ Դրանք տարվա հատկապես այս շրջանում վարորդների համար քաոս են ստեղծում։ Նման մի իրավիճակ է նաև Կոտայքի մարզում։ Եղվարդից Բուժական, Արայի, Քարաշամփ եւ մի քանի գյուղամիջյան մոտ 25 կիլոմետրանոց ճանապարհներին անհաշվելի փոսեր են։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ այդ փոսերի պատճառով մեքենաներ են վնասվել։ Դրանք այնքան շատ են, որ խույս տալ հնարավոր չի լինում։ Այս փոսերից բանա, պաժար ընկավ ավտոն, սարքել եմ հելմեմ։
Վարորդներն ասում են, անգամ եթե հիմնովին վերանորոգել չի հաջողվում, գոնե տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը միջոցներ ձեռնարկի ու փոխհատուցման աշխատանքներ կատարի, որը թեկուզ եւ ժամանակավոր, բայց կհեշտացնի երթևեկությունը։ Թվային հարթակ ավտոտրանսպորտային միջոցների առուվաճառքի, նվիրատվության, սեփականության իրավունքի փոփոխման համար։ Հիմա մեքենա վաճառողն ու ապրանք գնողը կամ մեքենան ինչ որ մեկին նվիրելը իրականացվում է հաշվառման քննական ստորաբաժանումներ այցելելով։ Նոր ստեղծվելիք օնլայն հարթակը հնարավորություն կտա այդ գործարքն իրականացնել առանց քննական ստորաբաժանումներ այցելելու։ Օրինակ, եթե քաղաքացին ցանկանում է մեքենան վաճառել թվային հարթակով, պետք է ընտրի վաճառվող տրանսպորտային միջոց եւ ինքնաշխատ եղանակով կազմի առքովաճառքի պայմանագրի նախագիծը։ Ցանկությունից է կախված, եթե չի ցանկանում այցելել հաշվառման քննական ստորաբաժանում իրականացնել այդ տարբերակով, բնականաբար կարող է ձեռք բերել նույնականացման քարտ եւ առողջարքը կազմակերպել։ Պայմանագիրը ստեղծվում է ինքնաշխատ եղանակով, քաղաքացին կարողանում է էլեկտրոնային ստորագրություն թողնել համակարգում։ Համակարգը պայմանագիրն ավտոմատ ուղարկում է գնորդին։ Եթե գնորդը համաձայնվում է առաջարկին, նա եւս ստորագրում է պայմանագիրն ու առքովաճառքի տրամաբանությամբ գործարքը համարվում է կնքված։ Հարթակի միջոցով հնարավոր է նաեւ սեփականության իրավունքի փոփոխություն իրականացնել։ Մասնագետները այս գաղափարը դրական են գնահատում, սակայն քաղաքացին կրկին խնդիրներ է ունենալու էլեկտրոնային ստորագրության դեպքում։ Իրանք ներդնում են միանգամից ու ժողովուրդը ու հասարակությունը կոլապսի է ենթարկվում։ Սկսում են դրան պատճառով գոյանալ հերթեր նույն էլեկտրոնային ստորագրության ստանալու, ասենք, այդ չգիտեմ, բայրերում։ Շատերը դեռ ID նույնականացման քարտեր չունեն, եւ հետո ինչպես է գործարքը կնքվելու արտասահմանցիների հետ։ Ոնց է կարգավորվելու, օրինակ, եթե հանձնարարյա քաղաքացիը չունի ուղղակի ID քարտ։ Կարող Հայաստանում առողջար քանի, բայց ասենք օրինակ ինքը չունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի ու ուղղակիորեն չունենա ID քարտ։ Մասնագետների դիտարկմամբ այս համակարգը հնարավորություն է տալու ավելի թափանցիկ ու վերահսկելի դարձնել նաև մեքենաների առքուվաճառքով զբաղվողների միջև կատարվող բիզնես գործունեությունը, սակայն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել, որպեսզի համակարգը անվտանգային առումով անխոցելի լինի։ Անվտանգության ոչ մի երաշխիք չկա իրականում, ավելին նաև ասեմ, այդ տվյալների գեներացումը իմ խորին համոզմամբ հենց նպատակ է հետապնդում ուրեմն այդ տվյալները հավաքագրելու։ Հետագայում ինչ նպատակով օգտագործելու չեմ կարող ասել, դրա համար եմ նաև դեմ, հարցը դա չի։ Բազմաթիվ դեպքեր է լինում, եւ որ չի աշխատում այդ համակարգը, ասենք մի օր, երկու օր ընդհանրապես գոյություն չունի այդ համակարգը եւ չեն կարող նույնիսկ հայց մուտքագրել, որ չեմ ասում ինչ որ տվյալներ տեսնել։ Սա դեռ ամենը չէ, եթե անձը վարկով տրանսպորտային միջոց է ձեռք բերում, ֆինանսական կազմակերպությունը գրավի իրավունքը պետք է գրանցի ներքին գործերի նախարարությունում, մինչև այդ քաղաքացիները այցելում էին հաշվառման քննական ստորաբաժանում։ Այս նոր հարթակում դա եւս կարող է իրականացվել ինքնաշխատ տարբերակով։ Այսինքն պայմանագրի հիման վրա ընդամենը հայտ ենք ստանում կոնկրետ ֆինանսական կազմակերպությունից, որպեսզի կարողանան գրավի իրավունքը ձևակերպել մեր կադաստրում, եւ երկրորդը նույնը նաեւ լիզինգի մասին է։ Եթե ֆինանսական կազմակերպություն ունի ձեռք բերված տրանսպորտային միջոց, որը լիզինգի պայմանագրով տրամադրում է անձին, ապա այս դեպքում եւս լիզինգի իրավունքը գրանցվելու է հարթակում։ Ներքին գործերի նախարարությունը առաջարկում է այդ կարգավորումներն ուժի մեջ դնել 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Հարթակը հնարավորություն կտա գործարքներ իրականացնել նաև ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին։ Հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր պաշտոնները կլրացնեն նոր կադրերով, այսուհետև կառավարման փորձ ունեցող յուրաքանչյուր կարող է ստանալ ուսաստատությունների տնօրենի հավաստագիր ու նշանակվել տնօրեն։ Այն ստանալու համար կարող են դիմել նաև նրանք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն, վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական, աշխատանքի կամ կառավարման ոլորտի առնվազն 5 ու կրթության կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ։ Վստահ ենք, որ այս փոփոխությունը հնարավորություն է տալու նոր կադրեր ուսումնական հաստատությունների ղեկավարման գործընթացում ընդգրկելու համար։ Դպրոցներում կառավարման ճգնաժամը ի հայտ եկավ, երբ նախարարությունը տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար թեկնածուներից պահանջեց դպրոցի զարգացման 5-ամյա ծրագիր, որը հաղթահարել մեծամասամբ չկարողացան։ Կրթության փորձագետն ասում է, նախարարությունը հետ քայլ է անում, փորձում այսպիսով շտկել իր բացթողումները, բայց առջևում նոր ոդիսականն է, հավաստագրերի տեսքով։ Քննություն է տալիս, նախարարությունը քննության արդյունքում գնահատման դեպքերում այդ քննությունը իրականացնում, որի արդյունքը համապատասխան միավորներ բարեր հավաքելու դեպքում դուք ստանալու սերտիֆիկատ, դա վճարովի ծառայությունը նաև 80,000-ի կարգի գումար են մասնակցել վճարում, որպեսզի սովորեն մասնակցեն քննությանը, ստանան սերտիֆիկատ, նոր մասնակցեն տնօրենի թափուր
դերի համար հայտարարած սերտիֆիկատների։ Իսկ թե ինչով չէին բավարարում նախկին տնօրենները կրթական գերատեսչության պահանջներին, պարզ չէ, փոխարենը նոր տեխնացուները սրտի թրթիրով փորձում էին հաղթահարել զարգացման ծրագրի մրցույթը, բայց ավաղ ձախողում ու տապալում էին, ընդ որում մեծ մասը մի քանի անգամ, ու այդպես Հայաստանի շուրջ 300 դպրոց մինչև օրս տնօրեն չունի։ Այստեղ պետքա ոչ թե նայել կրթության ոլորտից մարդը շատ բան հասկանում է թե չէ, այլ նայել ով է իրան նշանակում եւ ով է իրան գործից հանում։ Այսինքն եթե որոշ ժամանակ հետո ենթադրենք պարզ դարձավ, որ ինքը գործից բան չի հասկանում, ինչպես է վերահսկվելու դա եւ ինչպես է ինքը հեռացվելու աշխատանքից։ Կազմակերպչական ու կառավարչական հմտությունները այստեղ միանշանակ պետք են, ասում է փորձագետը, նկատում ամենևին էլ պարտադիր չէ լինել կրթական ոլորտի մասնագետ։ Կառավարումը ուրիշ ոլորտ է, ուրիշ արվեստ է։ Այդ իմաստով ես կարծում եմ դա ճիշտ է մեկը մյուսով չպայմանավորելը։ Հարցը ինչպես ենք նշանակումը կատարում, որպեսզի այդ նշանակումը չլինի, ընդհանրենք կոռուպցիոն, քաղաքական եւ այլն, այլ պատճառներից ելնող։ Այսինքն ով է այն օղակ, ով է այնացյանը, որ իրավասու է տնօրեն նշանակել եւ տնօրեն հեռացնել։ Տարակարծիք են փորձագետները դպրոցի տնօրենի ընտրության հարցում, այ դու հանդերձ համաձայնում եմ, որ կրթական ոլորտը այսօր ամենախոցելիներից է։